Մենք պետք է ընդհանրապես հստակ կիսենք եւ համաձայնության հասնենք Հայաստանի Հանրապետությունում կյանքի միջին վիճակագրական մոդելի հետ, որն է կյանքի միջին վիճակագրական մոդել։ Կյանքի միջին վիճակագրական մոդելը կրթություն, աշխատանք, բարեկեցություն։ Այսինքն սա է այն առանցքը, որի շուրջ պետք է ցանկացած մարդու կյանքը կառուցվի, որովհետեւ բազմաթիվ հանգամանքների բերումով երբեմն ընկալումները այս առանցքից էականորեն շեղված են։ Եվ մենք պետք է հստակ այս ուղերձը տանք, որ այս կյանքի միջին վիճակագրական մոդելը հենց մարդու անձնական պատասխանատվությունն է դա իրագործելու։ Մարդու անձնական պատասխանատվությունն է, եւ սա մենք պետք է երեխաներին ներշնչենք դպրոցից եւ մանկապարտեզից։ Այս է պատճառը, որ մեր նորակառույց դպրոցներում եւ հիմնանորոգվող բոլոր դպրոցներում մենք անում ենք հետեւյալը, որպես երեխան երբ որ մտնի դպրոց, առաջին բանը որ նա տեսնի այն փիրուզագույն ցուցանակն է, որի վրա գրած է լավ սովորիր, որ լավ ապրես։ Երեխան պետք է հստակ հասկանա իր սովորելու որակի կապը իր ապագա կյանքի որակի հետ։ Եվ այսինքն մարդու առաջին պատասխանատվությունը հանրության եւ պետության առաջ ինքը իր կարիքները հոգալն է։ Այլ բան, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը առանցքում դնում է նաեւ մեկ այլ բանաձև, որ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Մենք համոզված ենք, որ մարդուն ուժեղացնելու այլ ձև քան կրթությունն գոյություն չունի։ Այսինքն, եթե ուզում ես մարդուն ուժեղացնել, պետք է նրան աջակցես կրթության հարցում։ Ընդ որում ես երեխաների մասին եմ խոսում, բայց այս մոդելը ցանկացած տարիքի մարդուն վերաբերվում է, որովհետև եթե մարդը պետք է հասկանա, եթե ինքը չունի տուն, ինչ պետք է ինքը անի, ինքը պետք է աշխատի եւ վաստակի։ Տուն ունենալու համար անհրաժեշտ եկամուտներ։ Եթե չունի մեքենա, եթե ունի վարկ, ինչ պետք է անի, պետք է աշխատի եւ վաստակի իր վարկային պարտավորությունները մարելու համար անհրաժեշտ եկամուտներ։ Որովհետեւ այս վարկային պատմություններն էլ իրանք սոցիալ հոգեբանական մակարդակում շատ կարեւոր բան կա։ Այսինքն մարդիկ անդադ ասում են դե վարկ ունեմ, ինչով կարաք օգնեք։ Այս օգնության հարցին ես կանդրադառնամ։ Բայց ընդհանուր առմամբ երբեմն հասկանում ես, որ մարդը շատ մեծ տարբերություն է դնում ինքը բանկից այդ փողը վերցրել, թե հարևանից։ Որտեղ ոչ մեկ չի գալիս ասի, հարևանից պարտք չեմ կարող պարտքը տամ, կարող է դուք փակեք այդ պարտքը։ Որտեղ համարում է, որ եթե բանկից է վերցրել, այս պետական փող է, բայց մարդիկ չեն արձանագրում, որ բանկերի տրամադրված վարկերի մի հսկայական մասը իր հարևանի այդ բանկում դրած ավանդն է, որ այդ բանկը մատուցում է որպես ծառայություն, այսինքն փոխանցում է ուրիշներին։ Եվ ելի եմ ասում, մարդու անձնական պարտավորությունը կատարելը մարդու անձնական պարտավորությունն է։ Սա շատ կարևոր բան է։ Չի կարելի այդ բանը այդ թույլ տալ, որ զարգանա այդ հոգեբանությունը, որ դե հա դե պարտք եմ մի քիչ այս մեկը կտա, մի քիչ այն մեկ կտա, մի քիչ այն մեկ կտա, դենց արանքում յոլա կգնան։ Դա շատ վատ միտում է, ընդ որում ուրիշի համար չի վատ, այդ մարդու համար է վատ։ Որովհետև ինքը նշանակում է այդ ցիկլից դուրս է գալու։ Ես չեմ ուզում թաքցնեմ, ասենք մարդիկ կան, որ օրինակ ինձ նամակ են գրում, ամեն օր նամակ են գրել, ասել են այսօր ես ինքնասպանություն եմ գործելու, եթե այսօր իմ վարկը չփակեք։ Եվ կամ մարդիկ, որ արդեն մի տարի այդ նամակը գրում են ամեն օր։ Սա պրոբլեմ է։ Մարդը պետք է հասկանա, որ իր պրոբլեմն է, որ ինքը երբ որ մեզնից յուրաքանչյուր մի պատասխանատվություն վերցնում է, ինքը չպետք է վերցնեն հույսով, որ այ մի ուրիշը կգտնվի կամ պետությունը, կամ հարևանը, կամ բարեկամ կգա այդ պատասխանատվություն կգրի։ Դա վատ բան է, դա ապասոցիալական եւ ապահանրային գործելակերպ է։
Այսինքն առանցքում պետք է լինի կրթությունը, մենք ամեն ինչ պետք է անենք, իմիջիայլոց ուզում եմ մեզ հիշեցնել, որ մենք կրթության շեմը պիտի իջեցնենք։ Մսուրային հատվածի զարգացումը մեր առանցքային թեմաներից մեկն է, որ մենք պետք է էլ եմ ասում ենք պիտի որոշենք, որն է այդ տարիքը, որից մենք արդեն այդ նաև մեր փորձագետները միջազգային ստանդարտը պետք է վերցնենք, եթե 6 ամսականն է, ուրեմն 6, եթե 3-ն է, 3, եթե չգիտեմ, ես փորձագետ չեմ, ոչ եմ մասնագետ եմ, մասնագետները կասեն։ Ընդ որում մենք այստեղ երկու նպատակ պետք է ունենանք, առաջինը, որ մայրիկները հնարավոր է շուտ վերադառնան կարիերայի կրթության աշխատանքի, բայց մենք պետք է վերաբերվենք այդ process-ին որպես կրթական process։ Այդտեղ էլ պետք է մենք չափորոշիչ ունենանք եւ ոչ թե ուղղակի բան այտենց զանգակ բան անելու զնգացնելու տրամաբանություն էլ պետք է իր տրամաբանությունն է թե ինչի համար մենք դա անում այսինքն աշխատանք կրթություն աշխատանք բարեկեցություն այս պետք է լինի մեր առանցքային փիլիսոփայությունը եւ գաղափարախոսությունը հիմա բայց սա չի նշանակում որ պետությունը չի աջակցելու այս առանցքով առաջնորդվող մարդու Ընդհակառակը մենք այսօր տեսեք նույն եկամտային հարկի վերադարձի process-ով մենք բան ենք անում, մենք օգնում ենք այն մարդկանց, ովքեր հաջողակ են։ Այսինքն ովքեր կարողացել են այդքանը անել, մենք էլ ասում ենք, որ դուք այդքանը կարողացել եք անել, մենք էլ շարունակությունը կանենք։ Ես ուզում եմ հիշեցնեմ 2019 թվականին համահարթ եկամտային հարկի հետ կապված քննարկումները, երբ որ մեզ մեղադրում էին, ասում էին, որ դուք տեսեք լավ աշխատանք ունեցող եւ աշխատավարձ ունեցողին եք բան անում նույն ձևի եկամտային հարկ դնում վատին էլ եւ ասում ենք այո դա մեզ համար ունի գաղափարախոսական նշանակություն մենք այդ մարդուն ասում ենք շնորհակալություն որ դու քո ժամանակը ոչ թե 1000 ներողություն քուչեքում պոպզած ես անցկացրել այլ գնացել ես քո ժամանակի քո ժամանցի քեֆերի եւ այլնի հաշվին գնացել ես կրթություն ես ստացել եւ կրթության հաշվին ստանում ես այսքան աշխատավարձ դրա համար պետությունը քեզ շնորհակալություն է ասում եւ քո եկամտային հարկը նվազեցնում է եւ այդպես լինելու է միշտ որպեսզի այդ կրթության դա էլ է կրթության խթանում որովհետեւ ում մասին նկատի ունեն որևէ մեկը չկա այդտեղ կամ կարող է շատ չնչին տոկոս մարդիկ լինեն որ իրանք այդ աշխատավարձերը ստանում են առանց բարձրորակ կրթության Եվ սա կրթությունը խթանելու շատ կարևոր միջոց է եւ ճանապարհ է եւ սա արդեն իսկ փորձով ապացուցված քաղաքականություն է բայց նաեւ մենք պետք է մյուս խմբերին ոչ թե ասենք դե վերջ մենք պետք է աջակցենք եւ անապահովության գնահատման համակարգը առաջին հերթին հենց աջակցությունը անապահովությունը հաղթահարելու Բայց մենք հասկանում ենք նաև, որ կարող է շատ երկար տևի եւ արդյունքում կլինեն մարդիկ ինչ պատճառներով չի ստացվի, որ իրանք հաղթահարեն։ Մենք ամենք այդ մարդկանց էլ մենակ չենք թողի։ Ընդհակառակը մենք այս քաղաքականությամբ այդ մարդկանց գոնե կկարողանանք միջին ինչ որ մի արժանապատիվ շեմով աջակցություն ցուցաբերել Էլ չեմ ասում, որ բայց աշխատունակ մարդկանց նկատմամբ մեր ռազմավարությունը պետքա լինի, որ իրանք պետքա գնան աշխատեն, իրանք պետքա կրթություն, աշխատանք, բարեկեցություն, իրանք պետքա մղենք այդ ճանապարհ։ Իհարկե կան մարդիկ, ովքեր ունեն աշխատունակության սահմանափակումներ։ Այս լրիվ ուրիշ պատմություն է։ Սա լրիվ ուրիշ պատմություն է, որ եւ այստեղ է, որ պետության սոցիալական քաղաքականությունը եւ սոցիալական համերաշխության տրամաբանությունը պետքա լիարժեք արտահայտվի։ Եվ ընդհակառակ այս ճանապարհով երբ որ մենք առավել հասցեական ենք միջոցները օգտագործում այն շերտ են խավերը որոնց մենք պարտավոր ենք ուղակի պարտավոր ենք իրանց կողքին կանգնել իրենց կողքին կանգնելու մեր որակը էականորեն ավելի բարձր է լինում չնայած էլի ուզում եմ հիշեցնել որ այստեղ էլ մենք անելիք ունենք որովհետև նույն հաշմանդամություն ունեցող անձանց Պարագայում մեր քաղաքականություններն է հնարավորինս ապահովել նրանց ներառում այդ թվում աշխատանքի շուկա եւ ընդհանրապես կյանք բայց էլի եմ ասում կան այսօր ամենավառ օրինակը կան աշխատանք եւ լավ աշխատանք ունեցող մարդիկ որոնց մեկ աջակցում ենք եւ մենք ոչ մեկին աջակցելու չենք հրաժարվում եւ չենք էլ հրաժարվի երբեք պարզապես էլի
այդ տրամաբանությունը պետք է գործի, պետությունը ուժեղացնում է մարդուն, մարդը ուժեղացնում է պետությանը եւ մենք բոլոր դեպքերում ունենք մի խնդրանք, պայման, ակնկալիք, որ էլի բերենք պրիմիտիվության մակարդակի, ոչ մի քաղաքացի առանց հսկիչ դրամարկղային կտրոնի պետքա որևէ գնումից դուրս չկա։ Իհարկե այսօր տեղեր ունենք, որտեղ հսկիչ դրամարկղային կտրոն չկա։ Էս էլ մեր հաջորդ թեման է, որ մենք կամաց նաև պետքա մտնենք այդ տեղերը, օրինակ զարգացած երկրներում այդտեղ չկա, որտեղ հսկիչ դրամարկղային կտրոն չկա։ Ասենք նույնիսկ շուկայի, գյուղատնտեսական շուկայի բաներում բոլոր տեղերը դրած է, հսկիչ դրամարկղային կտրոնը դրած է եւ դա հաշվառվող առևտուր է, ու սա իհարկե կապված է նաև հարկային քաղաքականությունների հետ, բայց այսօր այդքան շատ բան չանենք, չծավալվենք եւ այդ ուղղությամբ չգնանք։ Բայց ակնհայտ է, որ աղքատության մակարդակ, ծայրահեղ աղքատությունը ըստ էության վերջին տվյալները գոնե մեզ ասում են, որ ձգտում է 0-ի։